տանցնենք։ Աննախադեպ ռեպրեսիաների պայմաններում են տեղի ունեցել ընտրությունները, ես երբեք չեմ հիշում, որ ընտրությունների օրը այսքան ձերբակալություն տեղի ունեցել, ոչ միայն ընտրությունների օրը, դրա նախորդող օրերին, հենց ընտրությունների օրը այսօր բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ընտրությունների հետ կապված ու նաև ձերբակալություններ քաղաքական գործիչների, որ արտաքուստ ընտրությունների հետ կապ չունի, բայց բոլորս գիտենք, որ դա արվել է, որ հասարակությանը վախի մթնոլորտ սերմանեն եւ այլն։ Մենք տեսել ենք նաև բաներ եմ տեսել, որ երբեք չեմ տեսել, որ ընտրությունների օրը ոստիկանությունը դիմակավորների հետ ոհմակով շտուրմ անեն շտաբների վրա, շտաբների գործունեությունը կատվածահար անեն, կոնկրետ 3 քաղաքական ուժի հետ կապված այդ process-ը եղել է։ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք։ Այսօր կոնկրետ 3 քաղաքական ուժի հետ կապված ես այդ process-ը տեսել եմ, հատկապես Գյումրին էին թիրախավորել, բայց նաև այլ Աբովյանը, այսինքն որտեղ իրանք զգում են, որ իրանց դիրքերը բավականին թույլ է եւ այդ համայնքներում պարտվում են։ Չնայած դրան մասնակցության մակարդակը շատ բարձր է, քիչ առաջ այստեղ Երվանդ Բոզոյաններ եւ իր գործընկերը Արտուր Պարոնյանը իրենք ասում են, որ այս թվերով 5-6%-ով պիտի ընդդիմությունը հաղթող ճանաչի, բայց հիմա ներկայացնում են ըստ Նիկոլենց թվերի այս թվերով եթե իշխանությունը հաղթի, իմ համար կլինի պարադոքս, դա չնայած այս ռեպրեսիաներին ամեն ինչին, որովհետեւ նման բարձր ցուցանիշ մասնակցության գրանցվում է, երբ որ հասարակությունը փոփոխությունների եւ արդարության պահանջում։ Հակառակ պարագայում նման բարձր 10% նախկին ընտրությունների ցուցանիշին գերազանցել է։ Իմիջիայլոց 10 քանի տեղամասերում հոսանքազրկումներ։ Այդ հոսանքազրկումն էլ իր հերթին։ Հիմա տեսեք, այս պարագայում շատ զարմանալի կլինի, որի վերջո, չնայած իմ մոտի տվյալներով, որ կա առայժմ հավաքական ընդդիմությունը հաղթում է ուրեմն ԿՊ-ին, բայց դա սրանք քիչ տվյալներ են առայժմ, չնայած ԿՀ-ն էլ շատ մեծ տվյալներ չի տպել։ Դե ըստ ԿՀ-ի ամփոփում են, որ իրենք են առաջատար։ Հա, բայց 3-ը իբր անցնում են 3 ուժերն էլ ընդդիմադիր ըստ ԿՀ-ի։ Բայց հանրագումարում միևնույնն է, այո, այնտեղ ցույց է տալիս, որ ԿՊ-ն 50 եւ ավել, ինչ ասեմ, սա կլինի ֆենոմեն, որտեղ նման բարձր մասնակցության, բայց այդ դեպքում հասկանալի չի ինչեր հասարակությունը նման բարձր մասնակցություն Իմիջիայլոց մասնակցության թիվը ներկայացնում ԿՀ-ն, ասում է այդքան մարդ է մասնակցել։ Զուգահեռ այնտեղ դեռ ընտրությունը շարունակում է, գնում քվեարկում են։ Այո, զինվորներն էլ քվեարկում են։ Այսպիսի բան դուք տեսել եք։ Ընդհանրապես այս ընտրություններին ասում եմ, բաներ կար, որ ես առաջի անգամ եմ տեսել ու շատ զարմանալի է։ Հիմա ակնհայտորեն իրանք գնում են եւ իրանց այդ հոխորտանքներն էլ է շատ པարզ գնում են մեծամասնության մի հատ պատկերի, որ առնվազն ԿՊ-ին մեծամասնություն գրեն, իհարկե իրանցից ոմանք արդեն սահմանադրական մեծամասնության մասին են նույնիսկ խոսել, բայց դա անհնար է, ոնց որ թե նույնիսկ իրանց ներկայացրած թվերով։ Այնուամենայնիվ այս իրավիճակը որ կա, իրանք թերևս փորձելու են այս 3 առաջատար ընդդիմադիր ուժերից մեկին էլ դուրս թողնել։ Այդպես իրանց ներկայացրածով եւ Հայաստան Դաշինքը եւ ԲՀԿ-ն գտնվում են սահմանագծին իրանց այդ շեմերը հաղթահարելու, երբ որ մասնակցության բարձր մակարդակը գրանցվել էր 1.500.000-ին մոտիկ, արդեն իմ համար պարզ էր, որ ընդդիմադիր 3 առաջատար ուժերից բացի ուրիշ այլ ընդդիմադիր ուժ չի կարող այդ բարձր շեմը հաղթահարել։ Չնայած շատ լավ ընտրարշավ են արել, Լուսավոր Հայաստանն էլ, Միասնության թևերն էլ, ՀԱԿ-ն էլ, բայց պարզ էր, որ այդ մասնակցության թիվը շատ բարձր է եւ այդ անցողիկությունը հաղթահարելու խնդիր ունեն։ Այնուամենայնիվ պարադոքս կլինի, եթե ԿՊ-ն այս հանրագումարում հանգարց սա կոչվում է նկարել, սա կոչվում է ավանտյուրա, սա կոչվում է մանրէ։ Սա կոչվում է պետքա շատ ուշադիր հետևանք, մի քանի բան, նախընտրությունները ամբողջովին լեգիտիմ համարել չի կարելի, հենց միայն ռեպրեսիաների պատճառով, սա մեկ։ Երկրորդը ակնհայտ շինցուքրեական գործեր կային եւ այլն, որոնք կանխորոշում էին հասարակության վարքագիծը։ Մյուսը ես կարծում եմ պիտի պարզվի ինչ տեխնոլոգիա հետ գործ ունենք, որտեվ ելի եմ կրկնում, նույն Եվրոպայում դիտարկեք վերջի 3-4 ընտրությունները Բուլղարիա,
Հունգարիա, էլի երկրներ կան։ Երբ որ 10+10% մասնակցություն ա եղել նախորդ ընտրությունների համեմատ։ Ընդդիմությունը հաղթել է։ Ընդդիմությունը որպես կանոն բավականին հեշտ հաղթանակ է տարել։ Ստեղ էլ աբսուրդ կլինի, եթե ընդդիմությունը չհաղթի, որտեղ մի կողմից այդ բարձր մասնակցությունը ցույց է տալի ինչ-որ բան փոխելու հասարակության ձգտման մասին, բայց հաստատի հիմա արտացոլվում է այն թվերը, որոնք կային, ասենք 2021-ին, տոկոսային եմ ասում։ Ուրեմն բացի այն, որ այդքան ռեպրեսիաներ արեցին, կամ ձերբակալություններ, քրեական գործեր, չգիտեմ, տերոր բառից Արցախը կործանվել։ Այսինքն չէ, սպասեք, ուրեմն Արցախը կործանվել է, տվել է Հայաստանի Հանրապետության տարածքները տվել է, այսքան զո այդ 21-ից հետո երկու պատերազմ ա եղել։ Բարձում է ժողովուրդը դեռ բանան, ավելի շատ ա ուզում իրան։ Բայց այդ եմ ասում, այս թվերը, անկեղծ ասած այս թվերը, հələ մեր հասարակությունն ու մենք ոչինչ։ Բազմաթիվ նորմալ մարդկանց մոտ նաև արտաքին աշխարհում տարակուսանք են առաջացնելու, որտեվ այս աննորմալ երևույթը Սա արդեն բավարար չի, որ այսպես եթե իրեն գրում են, որ ընդդիմությունը որոշ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Ես կարծում եմ պետք է ընդդիմության այդ 3 առաջատար ուժերը մյուսներն էլ այդտեղ արդեն կարևորություն չունի, որ իրական դիմադիր է, օպերատիվ շատ օպերատիվ արձագանք են ինչ-որ քայլերով, որովհետև կրկնում եմ, սա բնականon ընտրության օբյեկտիվ արտացոլում չեն կարող դիտվել այս արդյունքները։ Այստեղ առնվազն գործ ունենք կամ մեզ դերևս մեր համար չբացահայտված ինչ-որ տեխնոլոգիայի կիրառման հետ, օրինակ, ես չեմ բացառում, որ շրջիկ խմբեր են եղել։ Իմիջիալը դրա մասին խոսվում է, որ շրջիկ խմբեր են լինելու։ Դե օրինակ ինձ այդ ասում եմ, որ այս շրջիկ խմբերը, այսինքն Ինձ կարող Կոտայքի է մարզի մի շարք ընտրություն անել եւ գնալ։ Կոտայքի մարզի մի շարք գյուղերից ես ինքս Ես ինձ էլ են ասել Կոտայքի մարզից, որ դա իրենց կողմից հավանական է, որ գիրառել է, որտեղ այդպիսի փորձ կա, ունեն, կապան այդպիսի փորձ։ Սա մեկ, երկրորդը պիտի պարզվի եւ ընդդիմությունը իրավունք ունի արձագանքելու նաեւ փողոցային ակցիաներով, այս ռեպրեսիաները ինչ դեր են ունեցել նման արդյունքների ձևավորման հարցում։ Իմ համար էս ընտրությունը այդ հոսակազրկումները կարող ամենափոքր դեր տան։ Կամ էս գնալ, չէ, ուրեմն այդ շրջիկ խմբել չի բացառվում, որ այդ զինվորականները, պարոն Սուրենյան, վերսիա չէ, ինչպես ասում են, չի բացառում, որ այդպես չեն հասցրել, ասենք մի 10 տեղ պատտել են, վերջը միջև գիշերվա 1-ը գնում են ընտրության։ Հիմա գնացին։ Իմիջիալոց սա լորի հիմա այստեղ բանը տեխնոլոգիա է, բայց այսքան լկտի ձևով չեն արել։ Այո, ես խորապես համոզված եմ, որ այդ զինվորական կոնտինգենտը թող ներեն մեր բանակայինները մի քիչ կոպիտ բառի համար, այսօր թափառախմբի ֆունկցիա են ունեցել, այսինքն տարբեր տեղեր իրանց պատտացրել են, ի վերջո բերել են